Հանուն Հոր և Որդվո և Ոգուին Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, բոլորը դալ ինձ լավ գիտեք, որ ովևէ մեկ հաջողության ետին աշխատանք և գործ կա, և հավանաբար համապատասխան միջոցներ, ցևեր, հետևողականություն, շատ հավանաբար կրդինք և ոչ մեկ գործ մեծ կամ փոքր, ծանր կամ թեթև ինքնաբերաբար գրնա իր լրումին հասնել։ Նույն սկզբունքը գվերապերի Աստուծո թագավորության, որում մասին խոսեցավ այսօրվա ջաշու ավետարանը, քաղված Մատթեոսի ավետարանի 13-րդ գլուխեն։ Մատթեոսի ավետարանի 13-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է Աստուծո թագավորության մասին և հոն կտեսնենք, որ Հիսուս դարբեր օրինակներով և արակներով գխոսի Աստուծո թագավորության մասին և իր արակները պատմել է ետք գսե ասոր կնմանի Աստուծո թագավորությունը։ Այսօրվա հատվածը կպատմե, որ Հիսուս իր չորս կողմը գտնվողներուն և առաքյալներուն ըսավ հետևյալին կնմանի Աստուծո արքայությունը։ Մարդ մգար, մեծահարուստ մարդ մգար, որ բարտեզմ ուներ և բարտականություն կուտա իր ծառաներուն այդ բարտեզին մեջ ցորեն ցանելու և այդպես ալ գլա ժամանակ մի ետք, երբ կսկսի ցորենը աճիլ, ծառաները կտեսնեն, որ այդ ցորեններուն հետ որոմալ աճած է։ Որոմը ցորենին նմանող անիմաստ և ոչ բիդանի բույս մնե և մանավանդ իր աճման առաջին շրջաններուն անկարելի է գրեթե գիտնալ որն է ցորենը կամ որն է որոմը։ Եվ երբ ծառաները դանդիրոջ գսեն, թուն միայն ցորեն ցանել չդվիր մեզի, ուր եկած են ուրեմն այս որոմները քու բարտեզիդ մեջ, և դանդերը գսե ասիգա վստահաբար մարդու թշնամիին գործն է։ Ծառաները գսեն դեր գուզես երթանք և այդ որոմները փրկցնենք։ Դերը գսե ոչ, սկեցեք երկուքն ալ միասին թող աճին մինչև վերջ, որպեսզի չլա որ սխալմամբ ցորենն ալ քաղեք որոմին հետ, երբ ժամանակը կա, ես իմ ծառաներուս կսեմ, որ երթան որոմները փրկցնեն, բարգերու մեջ գաբեն և գրագին մեջ նետեն և այրեն, իսկ ցորենը ըշտեմարաններուն մեջ հավաքեն։ Այս արագը, սիրելիներ, առանձնահատուկ է մույս բազմաթիվ արագներեն այն իմաստով, որ Հիսուս ինքը կբացատրե ինչս էլ գուզե։ Եթե Մատթեոսի ավետարանը շարունակեք կարդալ, մի քանի հատվածներ վերջ պիտի տեսնեք, որ առաքյալները կմոտենան Հիսուսի, երբ ամեն մարդ կացած էր և առանցին էին, և Հիսուսին կհարցնեն, դեր ինչս էլ գուզեիր այդ որոմի արագին պատմության ջամփով։ Եվ Հիսուս կբացատրե իրենց և գսե. նայեցեք, արդը, որուն մեջ հունձ կցանվեցավ, աշխարհն է։ Այդ արդին դերը Աստված ինքն է։ Ցորենը այն մարդիկն են, որոնք աշխարհի վրա Աստուծո խոսքը կլսեն և այդպես կապրին, իսկ որոմները անոնք են, որոնք Աստուծո պատվիրաններեն հերու կյանքը կապրին։ Եվ բնականաբար Հիսուս կբացատրե, իսկ որոմը ցանողը սատանան է, չարն է, և կբացատրե, երբ ժամանակը կա, այն ադեն մարդու որդին պիտի հայտնվի երկնքեն,
իր հրեշտակներուն պիտի գրգե, որև հրեշտակներն են իր ծարաները, որբեսի սորենը որոմեն զադեն, այն ադեն գսե Հիսուս Քրիստոս, արդարները պիտի փայլին երկնքի մեջ, իսկ որոմները, չարերը անշեջ գրագին մեջ այրելով վերջ պիտի գտնեն եւ Աստված իր թագավորությունը պիտի հաստատե։ Այս արագին մասին սիրելիներ 3 մտածումներ կուզեմ բաժնել։ Առաջին Աստված գհապաղի անմիջական դադաստան անելեն։ Շատ հստակ է արագին մեջ Աստուծո համբերությունը, որ աշխարհին գհամբերե, որովհետեւ արդարները աշխարհը նախ վայելեն, որովհետև աշխարհը թեև լեցուն որոմներով գմնա Աստուծո բարգևը մեր կյանքին մեջ, եւ մենք որպես հավատացյալներ չենք նայիր աշխարհեն փախելու, այլ ընդհակառակը աշխարհը գտիդենք որպես Աստուծո ստեղծագործությունը, անոր մեջ կապրինք եւ անոր համար կգործենք։ Եվ Աստված բնականաբար գհամբերե, որբեսի արիտա բոլոր մարդկության թարնալու իրենց չարջամփեն եւ վերաթարնալու իր քիրգը, որովհետեւ Աստվածաշունչը մեզի կսորվեցնե, որ Աստուծո գամքն է, որ ամեն մարդ փրկվի։ Աստված ովևէ մեկուն գործանումը, գորուստը կամ թադաբարդությունը չուզեր, անոր համար արիտ կուտա, գհամբերե բոլորիս համար, բոլոր աշխարհին համար, որբեսի մարդիկ եթե չարանան, իրենց չարջամփեն վերաթարնան։ Երկրորդ արագը հստակորեն ցույց կուտա մեզի։ Մենք, որ շատ անգամ լուրերուն մեջ են աշխարհի իրադարձությունները տեսնելով գհուսահատինք եւ Աստուծո ներկայությունը կփնտրենք եւ գսենք, եթե Աստված այնքան բարի էր, ինչու համար այսքան չարիք կա աշխարհի վրա։ Արագը հստակ կդարձնե սիրելիներ, որ Աստուծո գամքն է, որ մենք այս աշխարհին վրա ապրենք որոմներուն հետ միասին։ Նոր գդագարանը Հիսուս, Աստված, մարգարեները, կամ առաքյալները ոչ մեկը մեզի չէ խոստացած կյանքը այս աշխարհի վրա այնպես ինչպես մենք գպապակինք ունենալ։ Եվ մենք բարդավոր ենք, եւ մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի մեջ կապրինք որոմներուն հետ միասին։ Եվ շատ անգամ կարելի չէ ասել որն է որոմը եւ որն է ծորենը։ Անոր համար, երբ նեղություններու հանդիպինք, դժվարություններու հանդիպինք կյանքի մեջ, հիշենք, որ Աստված գիտե այդ բոլորը եւ Աստված այդ դժվարություններուն մեջ է, Աստված չէ հերացած մեզ ոչ ալ աշխարհեն, բայց միջև հարմար ժամանակը կա, մենք պիտի ապրենք ամեն տեսակ մարդոց հետ, որոնք ամեն մեկը հավանաբար դարբեր մոդեցում ունին Աստուծո մասին եւ դարբեր կյանքեր գաբրին։ Երրորդ այն է, որ Աստուծո արքայության համար պետք է աշխատենք։ Քիչ առաջ ասի, որ Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է Աստուծո արքայության մասին։ Եվ Հիսուս հոն դարբեր արագներ կպատմե, որովհետեւ Աստուծո արքայությունը ցույց տա։ Բայց հետաքրքրականը այն է, որ բոլոր արագները, որ Հիսուս կպատմե, կորձի եւ աշխատելու մասին են։ Կպատմե սերմնացանի արագը, մարդու պատմությունը արագը, որ արդ գերթա սերմեր գցանե, գարկմը սերմեր ճիշտ տեղը գինան, բդուղ գուդան, գարկմը սերդեր ջամփուն եզեր կգինան, գամ ժայրոտ հողերու մեջ, քարերու մեջ գինան եւ բդուղ չեն դար։ Գպատմե օրինակի համար թթխմորի օրինակը արագը, որու մեջ կբացատրե ինչպես մայրը թթխմորը գշաղե։ Կպատմե ուրգանի արագը, որու մեջ կպատմե ինչպես մարդիկ սկնորսություն գնեն։ Կպատմե գործված քանցին արագը, ուր կպատմե թե մարդը իր
կորսված քանցը կգտնե իր աշխատանքին պատճառով։ Այս բոլորը սիրելիներ Մատթեոս ավետարանին պատկամն է, որ մենք պետք է աշխատենք Աստուծո արքայության մասին, Աստուծո արքայությունը ցերկցելու համար։ Եվ այդ մեկը Մատթեոս ավետարան գնե 3 դարբեր ցևերով։ Առաջին բնականաբար Հիսուսին կյանքը գրելով եւ այդ կյանքին մեջ են մեզի հրավիրելու Քրիստոսի պես ապրելով։ Երկրորդ Մատթեոս ավետարանիչ այդ մեկը գնե Հիսուսին խոսքերը մեզի փոխանցելով եւ մեզի ցույց կտա այդ խոսքերուն մեջ, որ Հիսուս Քրիստոս գհրավիրե մեզ բոլորս այս կյանքին մեջ ապրելու եւ կործելու իր գամքին համաձայն։ Օրինակ, լերան քարոզի ժամանակ Հիսուս մարդիկ իր 4 կողմը գհրավիրե եւ անոնց նոր սկզբունքներ կուտա, ապրելու եւ կործելու նոր սկզբունքներ կուտա անոնց եւ գսե Երանի հեզերուն, բարձ եղեք, Երանի հոգիով աղքատներուն, բարձ եղեք, Երանի անոնց, որոնք խաղաղության համար կաշխատին, Երանի անոնց, որոնք սրտով մաքուր են, եւ մարդկության առջև նոր թարաշրջանը եւ նոր թարասկիսմը կփանա, անոնց բացատրելով, որ հաջողություն կդողը այն անձը չէ, որ ջարբիկ է եւ խորամանկ եւ աշխարհի մեջ միջոցները կգտնե հաջողելու համար, այլ ջարբիկ է այն անձը, որ Աստուծո գամքին համաձայն կաշխատի աշխարհի վրա, որբեսի երկնքի արքայությունը ցերկցկե։ Անորամար այսօր երբ մենք լսեցինք Հիսուսի արագը, որ գխոսի թաշտիմը մեջ ծորենի եւ որոմներու մասին, մեր միտքը բահենք, որ միայն չարիի եւ բարիի բադմությունը չէ, նաեւ բադմությունն է աշխատելու, կործելու Աստուծո անտաստանին մեջ, որովհետև ինչպես որ Հովհաննես Մգրդիչ հայտարարեց, երկնքի արքայությունը արդեն մոտեցած է։ Երբ Մատթեոսի ավետարանը բանանք, Հովհաննես Մգրդիչի ահազանգով կսկսի, գսե ապաշխարեցեք, այսինքն նոր կյանքով ապրեցեք ձեր կյանքը, որովհետև երկնքի արքայությունը մոտեցած է։ Այսօր սիրելի հավատացյալներ, այդ ճշմարտությունը մեր սրտին մեջ ցանած դուրս կանք եկեղեցիեն, հիշելով, որ ինչպես կյանքին մեջ ովևէ մեկ գործ չի գադարվիր եւ չամփոխանար առանց աշխատանքի, նույնը կվերապերի երկնքի արքայության, որ թեև խոստացված է մեզի, բայց մենք անոր ժառանգորդը գտարնանք, երբ միայն անոր նկատմամբ աշխատենք, անոր դիրոջը պես աշխատենք, անոր դիրոջը գամքին պես կործենք այս աշխարհին վրա։ Թող օրհնյալը լա մեր Տերը Հիսուս Քրիստոս եւ բոլոր անոնք, որոնք այս աշխարհին մեջ կկործեն իր սկզբունքներուն, որբեսի դառնան ժառանգորդը երկնքի սուրբ արքայության։ Ամեն։